Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի ուստատողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր մենք խոսելու ենք հայ ազատագրական պայքարի 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի մի շրջափուլի մասին, երբ համընդհանուր զինված պայքարի մարտավարությունը դառնում է առանցքային ուղղություն։ Այս մարտավարության տրամաբանությունը ենթադրում էր համընդհանուր զինված պայքար, այսինքն ապստամբություն արևմտահայերի շրջանում, որը պետք է որոշակի կենտրոններից սկսեր եւ տարածվեր ամբողջ արևմտյան Հայաստանով, դրանով հասցնելով Հայաստանը լիակատար անկախության։ Այսինքն Օսմանյան կայսրության լուծը պետք է վերջնականապես թոթափվեր ըստ այս մարտավարության։ Թե ինչպես էր այն ծրագրվում եւ ինչպես է այն սկսում իրագործվել ու չի կարողանում հասնել հաջողության, մենք կքննարկենք այսօր մեր հաղորդման եթերում։ 1894-ից 96 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում, մասնավորապես հենց արևմտյան Հայաստանում եւ հայահոծ մնացած հատվածներում Սուլթան Աբդուլհամիդ II-ն իրականացնում է իր ցեղասպանական քաղաքականության առաջին մեծ ցիկլը եւ 300,000 հայերի ոչնչացումը այս քաղաքականության ուղղակի արդյունքն էր։ Եվս 300,000 հայ հեռացավ Օսմանյան կայսրությունից, նաև 100,000-ին մոտ հայեր ընդունել են իսլամ, որի մի մասը հետագայում վերադարձել է հայրենի հավատին։ Բայց այս գործողությունների հետևանքը ստիպել է, որպեսզի հայ ազատագրական շարժման ղեկավարությունը մտածի մարտավարության փոփոխության մասին։ Եվ այս հարցը այդ ժամանակ մտահոգում էր թե հեղափոխական դաշնակցությանը եւ թե հնչակյան կուսակցությանը։ 1896 թվականի դեպքերից հետո բազմաթիվ քննարկումներ են լինում, թե ինչն էր ձախողման պատճառը, ազատագրական շարժման մարտավարությունը ինչ անհաջողությունների էր բախվել։ Մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ներկայացրել ենք ազատագրական պայքարի մարտավարության փոփոխությունները, մասնավորապես ազատագրական պայքարը ինչ ուղեգծեր էր որդեգրել 1878 թվականի Բեռլինի տրակտատից հետո։ Այսինքն Բեռլինի վեհաժողովից հետո եվրոպական վեց տերությունները պետք է ստանձնեին Օսմանյան կայսրությունում, մասնավորապես Արևմտյան Հայաստանի այն հատվածում, որտեղից ռուսական զորքը հեռանում էր, բարենորոգումների իրականացումը, պետք է վերահսկեին, որ այդտեղ ապահովեր հայերի անձի եւ գույքի ապահովությունը։ Այդ գործողություններին միտված կազմակերպվեցին որոշակի ելույթներ, ցույցեր, ապստամբական շարժումներ, որոնց արդյունքում պետք է հրավիրվեր ուշադրություն այս խնդիրների վրա եւ վերջնականապես իրագործվեր հենց բարենորոգումների այդ ցիկլը։ Այնուամենայնիվ այդ ամենը տեղի չէր ունեցել եւ թե հնչակյանների եւ թե դաշնակցության կազմակերպած գործողությունները չէին բերել Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի իրականացմանը։ Այսինքն այդ փուլում պարզեց, որ ընտրված մարտավարությունը, այսպիսի գործողություններով ուշադրություն հրավիրելու միջոցով հարցը լուծելու ուղղությամբ գործողությունների տրամաբանությունը չի բերում արդյունքի։ Դրան գումարվեց Համիդյան ջարդերի այդ ահավոր արհավիրքը եւ այժմ անհրաժեշտ էր վերանայումներ կատարել։ Եվ հատկապես այն բանից հետո, երբ 1896 թվականին նաեւ Վանի Սոսկալի ջարդից հետո նաեւ կազմակերպվեց Պաստորեն Խանասորի արշավանքը հաջորդ թվական որպես վրիժառոյական գործողություն, այնուամենայնիվ այդ մեկ գործողությունը ամբողջ տրամաբանությունը չէր փոխելու։ Եվ այս ամենից հետո 1898 թվականին Թիֆլիսում գումարված հայ-հեղափոխական դաշնակցության երկրորդ ընդհանուր ժողովը քննարկում է ազատագրական պայքարի մարտավարության հետագա ընթացքի հարցը։ Այսինքն պետք էր վերանայել մարտավարությունը եւ քննարկում է երկու խնդիր՝ կամ շարունակել հայդուկային պայքարի տրամաբանությունը, այսինքն առանձին գործողությունների տրամաբանությունը, պարտիզանական պայքար, հարձակողական առանձին գործողություններ եւ այս ամենով այսպես հատվածական գործողություններով ինչ որ ընդհանուր գործողությունների տրամաբանություն ստեղծելը այնուամենայնիվ մասնակիցների մեծ մասի կողմից մերժում է եւ ասպարեզ են նետվում այն գաղափարը, որ պետք է կազմակերպել համընդհանուր զինված պայքար։ Հայ պատմագիտական միտքը քննարկել է բազմիցս 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի այս հարցը եւ երկար ժամանակ գերիշխող մոտեցում է եղել, որ կարելի է 1898-ից մինչև 1904-5 թվականների շրջափուլը համարել համընդհանուր զինված պայքարի մարտավարության ցիկլ, բայց այնուամենայնիվ այս մոտեցումը որոշակիորեն չափազանցված է, որովհետև զուգահեռաբար միշտ գոյություն է ունեցել երկրորդ գիծը, որի
կողմնակիցները կատարել են կոնկրետ գործողություններ։ Խոսքը նորից ֆիդայական պայքարի տրամաբանության առանձին գործողություններ իրականացնելու տրամաբանության կողմնակիցների մասին է, եւ այստեղ պետք է նշել նախ եւ առաջ Անդրանիկի եւ Գևորգ Չավուշի անունները, ովքեր շարունակել են անգամ այս շրջափուլում իրականացնել ֆիդայական գործողություններ, որոնք ունեին նաեւ իրենց տրամաբանությունը։ Այնուամենայնիվ, եթե մենք կուսակցական ընդհանուր ուղեգծով նայենք, թե Դաշնակցության եւ թե նույնիսկ Հնչակյան կուսակցության տրամաբանության մեջ այդ փուլում հենց համընդհանուր զինված պայքարի մարտավարության իրագործումն էր, իսկ ընդհանուր ապստամբություն։ Այս մարտավարության կողմնակիցներ էին օրինակ Հրայրը եւ Վարդգեսը, եւ պատահական չէ, որ Հրայրը նախապատրաստական զգալի աշխատանքներ է սկսում ծավալել Սասունում եւ Տարոնում, իսկ Վարդգեսը Վան Վասպուրականում։ Նրանց տրամաբանությունն այն էր, որ հարկավոր է նախապատրաստել ժողովրդին զինված պայքարի, պետք է նրանց զինել, պահեստներ առանձնացնել եւ այստեղ տարիներ շարունակ զինամթեր կուտակելով, բնակչությանը հոգեբանորեն պատրաստելով հասնել նրան, որ այս երկու կենտրոններից կսկսվի ապստամբություն եւ մնացած արևմտահայկական գավառները հետևելով այս երկուսի հաջողության օրինակին կմիանային ընդհանուր ապստամբությանը եւ Արևմտյան Հայաստանը կազատագրվեր։ Նրանք կարողացել էին իսկապես տարիներ շարունակ այդպիսի նախապատրաստական աշխատանքներ կատարել եւ երբ որ արդեն փաստորեն կուսակցական ուղեգիծը եւս հակվում է նման մարտավարության, արդեն Դաշնակցությունը պետք է նաեւ այլ վայրերից սկսեր զինատար խմբերի կազմակերպում դեպի Արևմտյան Հայաստան, այսինքն այն նույն տրամաբանությանը, ինչ որ գործում էր 1890-ականների սկզբին։ Եվ այս տրամաբանության իրագործմանը զուգահեռ հայդուկային շարժման դրսևորումներ կան ֆիդայական պայքարի սկզբունքներով, որոնցից առաջինը իհարկե 1900 թվականին Բշարի Խալիլի ահաբեկումն էր եւ իհարկե նաեւ դավաճան Ռեսավեի Գերդաստանի ոչնչացումը։ Այս գործողությունը, որքան էլ որ հակասում էր ընդհանուր ուղեգծին, այսինքն այդ ժամանակ որդեգրված համընդհանուր զինված պայքարի տրամաբանությունից շեղվում էր, այնուամենայնիվ ուներ իր որոշակի բացատրությունը։ Բանն այն է, որ 1899 թվականի հոկտեմբերի 24-ին դավադրաբար սպանվել էր Աղբյուր Սերոփը, որը Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական խմբերի ընդհանուր ղեկավարումն էր իրականացնում, ընդհանուր հրամանատարությունը։ Եվ նրա սպանությունը հոգեբանական շատ մեծ ազդեցություն էր թողել արևմտայության շրջանում։ Դա հուսալքության, ուժերի կորստի, հյուծման կարծեք որևէ նշան լիներ, եւ դրա համար հարկավոր էր անպայման պատժել այս գործողությունը կատարողներին։ Եվ թե դավաճան հայ մասնակից այս գործողության եւ թե քուրդ ցեղապետը որ իրականացրել էր գործողությունը, նրանք ահաբեկվում, պատժվում, սպանվում են եւ դրանից հետո նաեւ հաջորդ գործողությունն է կատարվում, որով ի ցույց է տրվում, որ Արևմտյան Հայաստանում չի դադարել հայերի մարտական ոգին իր դրսևորումները շարունակում ունենալ 1901 թվականի նոյեմբերի 3-ից 27-ը Առաքելոց վանքի կռիվն է լինում, Մշո Սուրբ Առաքելոց վանքում Անդրանիկի եւ նրա զինակիցների գլխավորությամբ այստեղ հայդուկները կարողանում են երկար ժամանակ վանքը գրաված պահել եւ այնուհետեւ աննկատ հեռանում են վանքից։ Այս արձագանք, այս գործողության արձագանքը Արևմտյան Հայաստանում շատ մեծ է լինում, հոգեբանորեն մարդկանց գոտեպնդում է եւ այնուամենայնիվ այս բնույթի գործողությունները չեն դառնում շարունակական։ Հիմնական մոտեցումը լինում է այն, որ պետք է պատրաստվել Սասունում եւ Վան Վասպուրականում երկու այդ կենտրոնները դիտարկելով համընդհանուր զինված պայքարի մարտավարության համապատասխան գործողությունների ամբողջությունը, ընդ որում հնչակյաններն էլ պլանավորում էին զուգահեռաբար Կիլիկիայում այդպիսի ապստամբական կենտրոն ձևավորել եւ փաստորեն Կիլիկիայի համար եւս պետք է ուղենշվեր այդ համընդհանուր զինված պայքարին մասնակցությունը։ Թուրքական իշխանությունները այնուամենայնիվ գործողություններից որոշակիորեն տեղեկացված էին եւ նրանք հստակ նկատում էին որոշակի տեղաշարժեր Արևմտյան Հայաստանի տարբեր հատվածներում, մասնավորապես Սասունի ուղղությամբ։ Դրա համար արդեն 1902 թվականին նրանք սկսում են Սասունին հարակից տարածքներում անցնել որոշակի միջոցառումների։ Արդեն հաջորդ տարի ճանապարհները աստիճանաբար փակելու գործողությունը հասնում է լուրջ հաջողությունների եւ մեծ դժվարությամբ այստեղ Արևելյան Հայաստանի տարածքից պետք է հասնեին միայն առանձին խմբեր, մասնավորապես կոնկրետ մեկ խումբ է հաջողությամբ տեղ հասել, խոսքը Թորգոմի Թուման Թումյանցի ղեկավարած 23 հոգանոց Մրրիկ ջոկատի մասին է, որը Կարսի մարզից էր տեղափոխվել
եւ երբ հասավ տեղ սասունցիների շրջանում բավական մեծ ոգևորություն էր եւ թվում էր թե այս գործողությունը պետք է շարունակական շղթա ունենա, բայց պետք է նշել, որ նմանատիպ գործողություններից միայն մեկ անձ խոսքը մենակի մասին է, Եգոր Արուստամյանի 1 հոգի է տեղ հասել, իսկ մյուս գործողությունները հաջողություն չեն ունեցել, այսինքն Սասուն բավարար քանակով խմբեր տեղափոխել եւ զենք զինամթերք տեղափոխելու գործը հաջողության չի հասնում։ Տեղում պետք է նշել, որ Սասունի ինքնապաշտպանության ղեկավարությունը այդ ժամանակ բացառիկ մի խումբ անձնավորություններից էր կազմված։ Ի տարբերություն նախորդ ապստամբական ելույթների, նախորդ մարտավարության տրամաբանությամբ գործած իրավիճակներում մենք տեսնում ենք, որ առանձին 1-2 լիդերներ էին եւ մյուսները նրանց ենթականերն էին։ Այստեղ հավաքվել է հայդուկապետերի մի բույլ եւ 200 փորձառու հայդուկներ են 1904 թվականի արդեն գարնան սկզբին այստեղ հավաքված եւ մոտ 1000 զինված սասունցիներ եւ այս հայդուկապետերի մեջ իհարկե առանձնանում է օրինակ Անդրանիկը, ով ստեղծված զինվորական մարմնի ղեկավարներ, այստեղ ներգրաված է նաեւ Հրայրը, այստեղ է Սեբաստացի Մուրադը, Գևորգ Չավուշն է այստեղ, Սեպուհը եւ նաեւ շատ այլ նշանավոր դեմքեր եւ փաստորեն այս հայդուկապետերի բույլը պետք է մասնակցի այս ինքնապաշտպանությանը։ Փաստորեն ստացվում է, որ ապստամբությունը ծրագրված վերածվում է ինքնապաշտպանության, որովհետև թուրքական ուժերը նախահարձակ են լինում, արդեն ապրիլի 1-ին, 1904 թվականի ապրիլի 1-ին անցնում են հյուսիսից եւ հարավից հարձակման եւ մեծ դժվարությամբ հայկական կողմը կարողանում է մինչեւ ապրիլի 22-ը Գելիեգուզան գյուղը պահել սեփական վերահսկողության տակ, սակայն դրանից հետո որոշակի բեկում է սկսվում, մարտերը շարունակվում են մինչև հուլիս ամիս եւ ի վերջո ինքնապաշտպանական կողմը ղեկավարությունը որոշում է, որ պետք է իրենց ուժերը դուրս բերեն Արևմտյան Հայաստանի տարածքից։ Մասնավորապես Սասունի հատվածը ամբողջությամբ ազատում են ՄՇՕ դաշտը եւ դրանից հետո արդեն մտածում են, որ պետք է երկրից Արևմտյան Հայաստանից դուրս բերվեն հայդուկային խմբերը։ Հատկանշական է, որ այս ապստամբության ժամանակ ապրիլի 13-ին զոհվում է հայդուկային պայքարից առանձին հատվածական գործողություններից համընդհանուր զինված պայքարի մարտավարության անցնելու գլխավոր գաղափարախոս Հրայրը։ Հրայր դժոխքը, ում մասին մենք առանձին հաղորդում ներկայացրել ենք, եւ այս անձնավորության մահը իսկապես նաեւ հետագա մտածողության, տրամաբանության վրա ճակատագրական ազդեցություն է ունենում։ Հետագա գործողությունների տրամաբանությունն այնպիսին էր, որ պետք է զինատար խմբերը դուրս բերեին, որպեսզի թուրքական իշխանությունները լրացուցիչ գրգռվածություն չունենային իրենց գործողությունները շարունակելու արդեն խաղաղ բնակչության նկատմամբ եւ փորձ է կատարում 1905 թվականին նախապատրաստելու Աբդուլհամիդ II-ի նկատմամբ մահափորձ, որը անհաջողությամբ է ավարտվում եւ դրանից հետո երկարատև քննարկումներից հետո արդեն Դաշնակցության նոր ծրագրում ամրագրվում է այն սկզբունքը, որ պետք է Արևմտյան Հայաստանի պարագայում միայն ինքնավարության ձգտել եւ համընդհանուր զինված պայքարից նահանջը փաստորեն արդեն 1905 թվականին իրականություն էր, ի վերջո 1907 թվականին ծրագրային մակարդակով մյուս կողմ է դրվում։ Այս ամբողջ տրամաբանությունը ուղղվում է նրան, որ հույսը դրվում է նրա վրա, որ Օսմանյան կայսրությունում կարող է փոփոխություն լինել եւ ընդդիմադիր ուժերը մասնավորապես միություն եւ առաջադիմություն կուսակցությունը, երիտուրքական կուսակցությունը կարող է գալ իշխանության եւ գուցե նրանք Օսմանյան կայսրությունը վերածեն սահմանադրական միապետության եւ դրանով հայերի համար անձի եւ գույքի ապահովության իրավական երաշխիքներ հայտնվեն։ Բայց ցավոք հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ հայդուկային պայքարի դադարումը, անգամ համընդհանուր զինված պայքարի մարտավարության որդեգրումից հրաժարումը, թուրքական նոր իշխանության հետ հույսեր կապելը այնուամենայնիվ իրենց չեն արդարացնում։ Եվ հետագայում մենք տեսնում ենք, որ հենց նույն երիտուրքական կուսակցությունը, այդ իբրև թե եվրոպական առաջադեմ գաղափարներով, ազատական գաղափարներով տոգորված քաղաքական ուժը հենց ինքն է ձեռնամուխ լինում ցեղասպանական քաղաքականության շարունակմանը եւ լիովին նոր հարթության վրա տեղափոխմանը, այսինքն ոչ թե արևմտայության հատվածական, այլ լիակատար ոչնչացման ծրագիր են որդեգրում երիտթուրքերը։ Այսինքն այս ամենից մենք կարող ենք եզրակացնել, որ թուրքական պատմագիտական եւ հատկապես քաղաքագիտական միտքը երբ փորձում է հայդուկային պայքարի կամ նաեւ
արևմտահաստագրական շարժման թեկուզ եւ համընդհանուր զինված պայքարի տրամաբանության վրա դնել պատասխանատվությունը ցեղասպանության ամբողջովին հերյուրանք է։ Այսինքն այդ ամենից առաջ երիտուրքական իշխանությանը սատարելու հատկապես որոշումից առաջ արդեն որոշակի դադար է առել գործընթացը, իսկ երբ որոշում է կայացվել, որ պետք է երիտուրքական ուժի, քաղաքական ուժի հետ համագործակցեն, հայաստագրական պայքարի ղեկավարությունն արդեն ամբողջությամբ դադարեցրել էր հայդուկային պայքարը եւ զինված պայքարի միջոցով հարցը կարգավորելու մոտեցումները։ Այստեղ պետք է նշել եւս երկու կարևոր փաստ։ Նախ 1907 թվականին Սուլուխի կռվում զոհվել է Գևորգ Չավուշը, ով կողմնակից էր ֆիդայական պայքարի շարունակման եւ հակառակ էր այն քաղաքական ուղեգծի, որ հարկավոր է դադարեցնել այդ ելույթները, այդ գործողությունները եւ պետք է գնալ երիտուրքական նոր ուժի հետ համագործակցության, նա այս մոտեցումները չէր ընդունում եւ 1907 թվականին նա զոհվում է, նրանց հետո որևէ նմանատիպ գործողություն Արևմտյան Հայաստանում մենք չենք կարող տեսնել։ Հաջորդ կարևոր հանգամանքը համընդհանուր զինված պայքարի մարտավարության համար ընտրված երկրորդ օջախի Վան Վասպուրականի տարածքում տեղի ունեցածն է։ Այստեղ մի դավաճանի ձեռքով գտնվում են զենքի պահեստները եւ այս մատնիչի միջոցով ամբողջությամբ թուրքական իշխանությունների ձեռքն է անցնում զենք զինամթերքը եւ ավելին 1908 թվականին այս ամենի արդյունքում ձերբակալվում է նաեւ Արամ Մանուկյանը, ով այս գործը պետք է գլուխ բերեր։ Ստացվում է, որ 1907-8 թվականների իրադարձությունների արդյունքում այլևս հնարավոր չի խոսել արևմտահայերի կողմից իբրև թե հայդուկային շարժում սկսելու եւ դրանով թուրքական իշխանություններին հրահրելու, գրգռելու եւ ցեղասպանությունը ինչպես նախապատրաստելու մեջ։ Այդ հերյուրալից պնդումը նաեւ հաստատվում է այն փաստով, որ նույն 1908 թվականին փաստացի երիտուրքական հեղաշրջման գործընթացից հետո եւ այդ գործընթացի ամբողջ ընթացքում հայ քաղաքական վերնախավը երիտուրքերին աջակցել է հույս ունենալով, որ նրանք կփոխեն Աբդուլ Համիդյան քաղաքականությունը եւ կդադարեցնեն հայերի նկատմամբ խտրական մոտեցումները։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ մի կողմից համընդհանուր զինված պայքարի մարտավարությունից հրաժարումը եւ մյուս կողմից նոր մարտավարության որդեգրումը ամենևին կապված չէր միայն արտաքին ազդակների հետ։ Այսինքն արտաքին տվյալ դեպքում մենք կարող ենք ասել թուրքական նոր էլիտայի իշխանության գալու գործընթացի մասին, այլ նաև ներքին որոշակի պատճառներ ուներ, այսինքն սեփական գործողությունների անհաջողությունները բերում էին վերանայումների անհրաժեշտության։ Այս առումով իհարկե կարելի է այսօր քննարկել եւ պնդել ընտրված մարտավարությունը ինչքանով էր ճիշտ, ինչքանով էր սխալ, բայց մի բանում հաստատ նրանց հնարավոր չէ մեղադրել։ Հնարավոր չէ մեղադրել, որ նրանք իբրև թե զինված ելույթներով հրահրել են թուրքական իշխանություններին, որ իրականացնեն ցեղասպանություն։ Այս կերպով մենք արդարացնում ենք ցեղասպանության պես մեծագույն ոճրագործությունը, որը որևէ դեպքում արդարացում չունի եւ մենք իրավունք չունենք զոհի վրա երբևէ դնելու այս հանցագործության պատասխանատվությունը։ Զոհը տվյալ դեպքում իհարկե հայ բնակչությունն է։ Այսպիսով պետք է նշել, որ համընդհանուր զինված պայքարի մարտավարությունը, որ որդեգրվել էր այդ ժամանակ հայաստագրական շարժման ղեկավարության կողմից, այնուամենայնիվ չհասավ իր արդյունքներին։ 1898 թվականից նախանշված այս մոտեցումը փաստացի 1904 թվականին դադարում է փաստացի իր գործողությունների շարունակությունը, որովհետև նախատեսված էր 1905 թվականին Սասունում 1905 թվականի ամռանը սկսել գործողությունները, բայց հայաստագրական շարժման ղեկավարությունը ստիպված եղավ 1 տարի առաջ սկսել գործողությունները եւ արդյունքը տվյալ դեպքում արդեն կարծեք նախանշված էր, որովհետև արդեն պարզ էր, որ բավարար քանակով զենք զինամթերք հավաքված չէ, բավարար քանակով կռվող ուժ այստեղ հավաքագրված չէ եւ փաստացի ապստամբությունը վերածվում է ինքնապաշտպանության, որն արտում է անհաջողությամբ։ Այսինքն երկու տարբեր կենտրոններում սկսվելիք պայքարը այդպես էլ չեղավ, հակառակը թուրքական կողմը նախապես Սասունի բոլոր ճանապարհները փակելով նախահարցակ եղավ եւ կարողացավ հասնել հաջողության։ Եվ այսպիսով հայաստագրական պայքարի համընդհանուր զինված պայքարի մարտավարությունը, որի նպատակը վեհագույն էր, այսինքն հասնել Արևմտյան Հայաստանի համար լիակատար անկախության, ցավոք ավարտվեց անհաջողությամբ։ Բայց այնուամենայնիվ այս մոտեցումը թողեց հայաստագրական պայքարի պատմության մեջ կարևորագույն էջեր, որոնք հետագայում ներշնչել են
տարբեր ժամանակներում, օրինակ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից մասնակիցների որոշակի շերտերի, նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների համար եղել են ուղղակի ոգեկոճման օրինակներ, մասնավորապես Հրայր Դժոխքի սխրանքը, երբ որ նա հատկապես այն ժամանակ, երբ որ նետվում է իր զինակցին սեպուհին փրկելու եւ ի վերջո ապահովելով նաև հայ բնակչության անցումը դեպի Մշոդաշտ ինքն էլ զոհվում է, ցույց է տալիս անձնազոհության յուրօրինակ մի նմուշ, որին հետագայում փաստացի մեր մարտիկները տարբեր իրավիճակներում հետևել են։ Իսկ այսօր մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմություն հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։